Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ Նարեկ։ Պարոն Ղուկասյան, նախ դուք ինչպես եք գնահատում նախորդ օրը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմադիրների մասնակցությամբ, բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ եթե հավատամ հետևեմ մամուլի հրապարակումներին սաղիթ ԱԱԾ պատվալ եմ ուղարկելու եւ դիմելով ընդդիմադիր падգամավորներից մեկին Քրիստինա Վարդանյանին ասաց, որ հենց դու էլ առաջինը, եթե չեմ սխալվում, Քրիստինա Վարդանյանին նշեց, որ հենց դու առաջինը գնալու ես, սա ինչ մոտեցում է ձեզ։ Վատ մոտեցում է, մոտենում են ընտրություններ եւ նորից մենք տեսնում ենք այդ ջղաձիկ ելույթները վարչապետի փորձեր ներկայանալ որպես նախկինների հետ անկոտրում պայքարող եւ այլն։ Բայց խորհրդարանական մշակույթի կոնտեքստում իհարկե գործադիր իշխանության ղեկավարի կառավարության ղեկավարի կողմից նման հայտարարությունները խորհրդարանում անընդունելի են։ Ինչու մենք չենք տեսնում այն մոտեցումը, որը բնորոշ է ժողովրդավարությանը, հեղափոխական իշխանության խոստումներին, ինչ փոխվեց ձեզ։ Կարծում որ ինչ որ բան փոխվեց, բայց այս պահի դրությամբ խորհրդարանական ուժերը եւ իշխող ուժը եւ ընդդիմությունը վստահության լուրջ կորուստ ունեն, հարցումներն են դա ցույց տալիս։ Վերջի հարցումը եղել է անցյալ տարի սեպտեմբերին International Republic Institute-ի կողմից եւ բացի այդ իշխանությունները երևի իրենց հարցումներն են անում եւ տեսնում են, որ օր-օրի վարկանիշը իրենց ընկնում է։ Կա կարծիք, որ այսպիսի դրսևորումներով կարելի է ինչ-որ մի զանգված, ընտրողների ոգևորել, հետ բերել վստահությունը եւ այլն, եւ դրա համար ականատես ենք դառնում նման դրսևորումների։ Սա արդեն կարելի է ասել նախընտրական, այսպես ասած, ոչ է, դուք հիշում եք ընտրությունների ժամանակ այդ չագուչով ման գալը, շինել մինել եւ այլն, մի խոսքով տեղ իրականում նորություն չկա եւ հակառակը բան չի փոխվել։ Ընտրություններից հետո վարչապետի այդ վարկագիծը արժանացավ հատուկ քննադատության դիտորդների, որքան գիտեմ, եւ տեսնում ենք, որ այդ ոճը պահպանվում է։ Ես ենթադրում եմ, որ եթե այլ հնարավորություն լիներ հանրային վստահությունը հետ բերելու, իհարկե Փաշինյանը կօգտվեր այդ հնարավորություններից, բայց հավանաբար այլ հնարավորություն եւ չկա։ Մնում է միայն այսպիսի հայտարարություններ անպագորգոր։ Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը այս պահվածքը դրսևորում է եւ ինչպես լրատվամիջոցներն են արձանագրել падգամավորներից մեկին համբալ է անվանում այն ֆոնին, երբ որ ընդդիմադիրները իրենից պարզաբանում էին պահանջում Նորքի թաղապետի պահվածքի վերաբերյալ, սա մի քիչ այսպես անկալելի է, երբ վարչապետին ասում են ինչու քաղաքական պատասխանատվության չի ենթարկվում ձեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչը եւ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպե անց հունից դուրս է գալիս եւ միայն բռունցքներով խփելն է բացակայում նրա պահվածքում։ Դե իրականում այդ միջադեպը ես չեմ կիսում Արամ Սարգսյանի գնահատականը եւ Հանրապետություն կուսակցության գնահատականը, որ դա հատուկ սադրանք էր Ռուսաստանի Դաշնության կողմից կամ չգիտեմ ինչ-որ դավադիր ուժերի կողմից եւ այլն, եւ նաեւ լուրջ չեմ համարում այն դիտարկումները կամ ռեպլիկները, որ լսեցինք այսպես կոչված հասարակական սեկտորի ներկայացուցիչներից, որ Չախոյանը, այդ բլոգեր Չախոյանը ֆինանսավորվում է Հայաստան Դաշնքի կողմից, որտեղ այստեղ
Էական չի ում կողմից է ֆինանսավորվում, էական է տվյալ մարդը ինչ գործունեությամբ է զբաղված եւ տեսնում ենք, որ ինքը բացահայտում է պետական կամ համայնքային պատվերների սեկտորում թերությունները, իսկապես բացահայտում է, ոչ թե ինչ որ բան է, այլ պիսի ձևով է իր աշխատանքը մատուցում, որ այո, մարդիկ տեսնում են թերությունները, տեսնում են ինչ-որ անորակ կատարած աշխատանքը պետության կամ համայնքի պատվերով եւ առհասարակ այդ գործունեությունը թողնեն կողքինչ քաղաքական կոնտեքստ ունի, ինքը հանրօգուտ է։ Այստեղ այդ միջադեպը բացահայտեց այն, ինչ որ ես բազմիցս ասում էի, որ մենք մեր երկրում ունենք ինչ որ ի պաշտոնե եվրոպական կուսակցություններ, որոնք որ նշանակված են իբրև եվրոպական կուսակցություններ, եվրոպական մշակույթի դեպի, այսպես ասած, արևմուտք Հայաստանի հնարավոր շարժման է, բայց իրականում քաղաքական այդ ուժերը տեսնում ենք, որ այդ արժեքներից շատ իրենք սեփական, այսպես ասած, դեպքում հեռու են կամ չեն համապատասխանում։ Ես սպասում եի, որ եւ կուսակցությունը եւ Արամ Սարգսյանը կդատապարտեն տեղի ունեցածը եւ սպասում եի, որ առաջի հերթին հենց կուսակցական մակարդակով կլինի արձագանք այն առումով, որ կհեռացվի այդ մարդը եւ կուսակցությունից եւ պաշտոնից։ Այստեղ արդեն երկրորդ հարցն է, երկրորդ շերտն է, ինչպես պետք է արձագանքեր պետությունը, ինչպես պետք է արձագանքեր իշխող ուժը։ Պետության արձագանքը տեսանք Չախոյանի նկատմամբ ավելի ծանր հոդված մեղսագրվեց, քան իրեն ծեծի ենթարկած եւ մարմնական վնասվածքներ պատճառված մարդկանց դեմ, իրենց հոդվածը ավելի քիչ ծանրություն ունի, եթե պատիժը, այսպես ասած, նայենք ինչպես է սահմանված, եւ կարծես թե եւ իշխող ուժը եւ իր կոալիցիայի գործընկեր այդ հանրապետություն կուսակցությունը այստեղ ըստ ումա հակադրվեցին հանրային կարծիքին։ Բոլորի համար տհաճ էր այդ միջադեպը, անընդունելի է նման վարքագիծ, անկախ նրանից, թե ինչն էր պատճառը, առիթը նման բորբոքման համար, այնուամենայնիվ պաշտոնյաները իրավունք չունեն այդպես իրենց պահել։ Ես կարող եմ մի օրինակ բերել այս թիմ ընտրությունները, որ տեղի ունեցան Մեծ Բրիտանիայում, բացի նրանից, որ ընտրվում էին քաղաքապետեր եւ խորհուրդներ թիմ, նաեւ կար ընտրություն խորհրդարանի թափուր տեղի համար, այն падգամավորի համար, որը որ ընտրողին հարվածել էր բռունցքով։ Այսինքն դրա հետևանքը միանշանակ այն էր, որ այդ իշխող ուժի падգամավորը, ներկայացուցիչ падգամավորը մանդատը վայր դրեց եւ հեռացավ քաղաքական գործունեությունից։ Մաովա ճիշտ ով սխալ, եթե տղավարի, այսպես ասած, վերլուծել դա մի հարցը, բայց քաղաքական կանոնները վարկագծի բացառում են, որ ընտրովի պաշտոններում գտնվող կամ նշանակված պաշտոնյաները իրենց այսպիսի դրսևորումներ թույլ տան եւ դա մնա առանց հետևանք։ Հայաստանում տեսնում ենք, որ այլ հիմադրություն է, հասկանում ենք, որ հանրապետություն կուսակցությունը կարևոր գործընկերն է քաղաքացիական պայմանագրի, այն առումով, որ եթե Երևանում կոալիցիան հաղթվի, արդեն կսկսվի քաղաքացիական պայմանագրի փլուզումը իշխանական համակարգում, որովհետև այսօր մենք ունենք Երևանում քաղաքապետ, որը որ իրականում մեծամասնության ընտրվածը չի։ Իր պաշտոնում գտնվելը մանիպուլյացիայի արդյունք է։ Այսինքն ընդդիմությունը հաղթել է Երևանում, բայց ինչ-ինչ գործողությունների արդյունքում ընտրվել է պարոն Ավինյանը։ Եվ այստեղ իհարկե շան գլուխստեր է թաղված, որ նման իրավիճակում ոչ քաղաքացիական պայմանագիրը կարող է
միջոցներ կոպիտ գործադրել։ Իսկ հանրապետություն կուսակցությունը երևի համարեց, որ իր դրսևորումը, իր գնահատականը այսպես թե այնպես մարդիկ կընդունեն, կհաստատվեն թե ոչ իրենց այդ արժեքային, հայտարարված կերպարի եւ փաստացի գետնի վրա, այսպես ասած, մատուցված վարկով տեղի ունեցածի միջև այդ չչացող դիսբալանսը ինչպես կգնահատեն, երևի այդքան էլ չեն կարևորում իրենց այսպես ասած իմիջի խնդիրը, համարում են, որ միևնույն է ի պաշտոնե իրենք են Եվրոպամետ կուսակցությունների առաջատար, այսպես ասած, քաղաքական ուժը, ուստի եւ տեսնում ենք այն ինչ որ տեսնում։ Պարոն Ղուկասյան, հիմա զուգահեռ մեկ այլ գործընթաց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այդ տանդեմն է նախաձեռնում Փաշինյանի հրաժարականի հարցն են առաջ բերել, չնայած որ չեն կարում երկու թիմեր իրար այդ լեզու գտնել, մեկը մյուսին է ասում դու ամեն ինչ ապահովի, ես իմ падգամավորներով կմիանամ, բայց արդյոք հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թե ոչ։ Ամենայն դեպս այդ խորհրդարանական ընդդիմությունը Եվս, չէ, հասկանում ենք, որ պատրաստվում է ընտրությունների եւ իրենք էլ նույնպես ուզում են ինչ-որ պրոցեսներ ձեռնարկել, որոնք որ հանրային ուշադրությունը իրենց նկատմամբ կբարձրացնի։ Այսօր խոսել վարչապետի հրաժարականի մասին, ինչպես եւ ըստ սահմանադրության առհասարակ երբևիցե նման հարց առաջ քաշել, կապված է վարչապետի այլընտրանքային տեխնացուի հետ։ Եթե չկա վարչապետի այլընտրանքային տեխնացու, հրաժարականի մասին խոսակցությունները ամբողջական չեն։ Սահմանադրության այսօր գործող պահանջն է, որ առաջ քաշելով նման հարց պիտի եւ առաջ բերեն տեխնացուին։ Տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը պարզապես չունի այդպիսի տեխնացու, որը որ հիմա այսպես ընկալվեր հանրային լայն շերտերի կողմից, որպես ընդդիմության լիդեր, որը որ ալտերնատիվ է Նիկոլ Փաշինյանին։ Ինչու ընդդիմությունը Քոչարյանի անունը չի տալիս։ Կարծիքով Քոչարյանի այսպես ասած էլեկտորալ մաքսիմալ հնարավորությունը, որին ինքը կարող էր հասնել 21 թվականի ընտրություններին էր։ Եվ ենթադրել, որ դա այդ արդյունքը կարելի է կրկնել, նշանակում է անտեսել հարցումները։ Հարցումները ցույց են տալիս, որ 21 թվականի ընտրություններում հաղթող ուժերը այս տարիների ընթացքում կորցրել են հանրային վստահություն։ Եվ իրենք հիմա եթե լինեն ընտրություններ, Պսի արդյունքներ ինչպիսին ունեցել են 21 թվականին չեն ունենա, ոչ իշխող կուսակցությունը, ոչ էլ ընդդիմադիր կուսակցությունները։ Եվ այստեղ տեսնում ենք արդեն շարադրվում են այդ բոլոր խնդիրները, բա ինչպես, բա ոնց, բա հանրային ուշադրությունը ոնց բան անել, Փաշինյանը ընտրում է իր ավանդական ձևը, կջնջենք, ասֆալտի վրա կփռենք, լսել ենք այդ բոլորը, հիմա խոսում են արդեն ահացեք տանենք եւ այլն։ Իսկ ընդդիմությունն այդ հին բանը, որ հրաժարական կպահանջենք եւ այլն, բայց հանրային իմ կարծիքով տրամադրությունները ուրիշ տեղ են եւ այդ ամեն ինչը լայն, այսպես արձագանք չի ստանում։ Պարոն Ղուկասյան, այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հաստատեց, որ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, հրավերը եւ մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինի, Լուկաշենկոյի եւ մյուս ներկաների հետ կտոնի երկրորդ համաշխարհայինի 80-ամյակում հաղթանակի 80-ամյակը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, պետք էր Փաշինյանը գնար, թե ոչ։ Ես կասկածում եմ, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի այդ Կարմիր հրապարակում մայիսի 9-ին նախատեսվող պարադին, որովհետև անվտանգության խնդիր ակնհայտ է այս պայծրությամբ կա, Ուկրաինան չընդունեց առաջարկը հրադադարի, իսկ
կամ ներկայացված կլինի միգուցե իր ինչ-որ դվայնիկների միջոցով, բայց մյուս Դա գործիչ ինչքանով է լուրջ Վլադիմիր Պուտինի դվայնիկ ասվածը։ կարծում եմ դա լուրջ է։ Կարծում եմ դա լուրջ է եւ միջոցառումը կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, այն գործիչները, ովքեր որ ունեին ազատություն, այսպես կարողություն չմասնակցել արդեն դրա մասին ասել են տարբեր պատրվակներով, իսկ նրանք, ովքեր որ այդ հնարավորությունը չունեն, պիտի գնան եւ այնտեղ ներկա լինեն։ Անհրաժեշտ է փրկել Ռուսաստանը։ Այսինքն կարող է Վլադիմիր Պուտինին կարմիր հրապարակում սպանեն կամ վնասվածքներն աստանը։ Այս պահի դրությամբ տեսեք, հրադադարը տեղի չունեցավ։ Այսինքն Ուկրաինան առաջարկը չընդունեց, չէ՞։ Եվ մարտական գործողությունները շարունակվելու են։ Մենք վերջի տարվա ընթացքում արդեն ականատես ենք, որ Մոսկվա քաղաքը հանդիսանում է ուկրաինական հարվածների համար հասանելի թիրախ։ Եվ ըստ անվտանգության կանոնների որևէ պետական գործիչ այդ մասնակցության, այդ միջոցառմանը մասնակցելու դեպքում ունի անվտանգության խնդիր, տեսական, ոչ մեկ չի կարող բացառել ինչ կարող է տեղ լինել։ Ռուսաստանի Դաշնությունը, ես կարծում եմ, հիմա չի կարող երաշխավորել այնտեղ մասնակիցների լիարժեք անվտանգություն։ Բայց որոշ գործիչներ ստիպված են լինելու նույնիսկ այդ պայմաններում գնալ, ովքեր որ կարող են հրաժարվել, հրաժարվում են, ովքեր որ չեն կարող, գնում են։ Մենք մայիսի 9-ին կտեսնենք հարթակում նրանց, ովքեր որ, այսպես ասած, այնպիսի կոշտ դրության մեջ են գտնվում, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կանչին չեն կարող չենթարկվել, պարտավոր են Ռուսաստանի Դաշնության համար գերկարևոր այս միջոցառմանը մասնակցել։ Իսկ Ռուսաստանի Դաշնության համար ԱՄՆ-ի հետ կարելի է ասել այս բանակցությունների անհաջող ավարտից հետո շատ կարևոր է, որ Մոսկվայում ինչ-որ ներկայացական այսպես մակարդակ լինի մասնակիցների, ովքեր են այնտեղ իրենց այսպես հավատարմությունը Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ցուցաբերում կամ դրական վերաբերմունքը խոսքով դա կարևոր է հիմա շատ ռուս ժողովրդի համար, դա շատ ազդեցիկ է, եթե այդ պարադը տեղի ունենա, եթե այնտեղ միջազգային հանրության ներկայացուցիչներ լինեն եւ այլն, իշխող ուժը Ռուսաստանի դա կգրանցի որպես լուրջ PR հաղթանակ, PR արդյունք։ Ասում են հիմա Մոսկվայի երկինքը պաշտպանելու համար մի քանի ռուսական հարթակներում կարդացի, որ առաջնագծից նույնիսկ հակաօդային պաշտպանություն են բերել, որ կարողանան անվտանգ այդ միջոցառումն անցկացնել։ Այս պարագայում Վլադիմիր Պուտինն ինչ վախեր ունի, նա էլ ռուսական հոպին չի վստահում։ Դե գիտեք, այդ շատ բարդ հարց է, արդյոք կարող են բանակայինները 100% երաշխիք տալ, որ այդ միջոցառման ընթացքում, դրանից հետո չեն լինի հարվածներ։ Նիկոլ Եվ Փաշինյանը ենթադրենք, տեսեք մի այսպիսի դրություն, միջոցառումը իրականացվում է, հայտարարում է օդային թագնապ։ Ինչպիսի պիտի լինի վարկը այնտեղ գտնվող մարդկանց։ Իրենք պիտի բախվեն, շարունակեն միջոցառումը, ինչ անեն։ Այսպիսի միջոցառումներ պատերազմի ժամանակ որպես կանոն չեն անցկացվում։ Բացառություն եղել է Մոսկվայում պարադը 41 թվականի նոյեմբերին, որը որ կարևոր նշանակություն ուներ Ռուսաստանի խորհրդային միության համար, ավելի ճիշտ այդ Մոսկվայի պաշտպանության ժամանակ,
Եվ նույնիսկ մենք համենայն դեպս իմ սերունդը դպրոցից այդ նախադասությունը պիտի որ հիշեն բոլորը, որ հենց այդ պարադից զորքերը գնացին դեպի ճակատ։ Այսինքն ռազմական դրության մեջ պսի միջոցառումներ չեն անցկացնում։ Դա ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանն ինչու իր անվտանգության մասին չի մտածում եւ այդ պատրվակով ինչու չի հայտարարում, որ չի կարող գնալ օրինակ։ Երևի այլընտրանք չունի, գնա։ Եթե ունենար այլընտրանք, բնականաբար չէր գնա։ Ոչ մի ողջամիտ մարդ նման իրավիճակում եւ պետություն, որովհետեւ դա անհատի ցանկությունը չի, չէ, ենթադրենք կառավարության ղեկավարի։ Պետությունը ունի անվտանգության պրոտոկոլներ ղեկավարների համար եւ եթե ինչ որ միտեղ ակնհայտ կա վտանգավոր, այսպես ասած, դրություն, այդ պրոտոկոլը թույլ չի տալիս այնտեղ հայտնվել երկրի հա գործադիր իշխանության կառավարության ղեկավարին։ Ես մի օրինակ կարամ բերեմ իմ անձնական կյանքից նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Արտուր Թարխանյան կենտրոնը, մինչև այցելություն անվտանգության աշխատակիցները ուսումնասիրել են ամբողջ մեր կենտրոնի թանգարանի տարածքը, միտեղ իրենց թվաց, որ այսպես ապակեպատ հատակ կար այդտեղ, եթե նախագահան կանգնի, կարող է ոտքը սոթ տալ եւ այլն, եւ մեզ խնդրեցին, որ այդտեղով նախագահան չանցնի, որ այդ հատվածում իրեն մենք այսպես ասած այդ հատվածում իրեն չհրավիրենք, այդտեղով ինքը չանցնի։ Ես այդ օրինակ ինչի եմ բերում, չէ՞։ Մի աննշան, մի փոքր, հա, թեկուզ վտանգ պարունակող գործոն միանգամից ծառայությունը, մեխանիզմը, պետությունը, ինստիտուտը, ոնց ուզում եք անվանեք, չէ, վերջու մարդը դրա համար պատասխանատու կոնկրետ արձակեց կարգադրություն անվտանգությունից ելնելով, այդպես է աշխատում այդ մեխանիզմը։ Հիմա դուք պատկերացնում եք որևէ անվտանգության պատասխանատու, որը որ կարող է երաշխավորել Փաշինյանի անվտանգությունը Մոսկվայում մայիսի 9-ին։ Ես չեմ պատկերացնում։ Միգուցե Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ տեղեկություններն է տարածում, որ իրենք հակաօդային միջոցներ են, հակաօդային պաշտպանության միջոցներ են լրացուցիչ ճակատից, այսպես ասած, Մոսկվայի պաշտպանության համար քաշում եւ այլն։ Դա անում են ինչի համար, որ հրավիրվածներին, այսպես լրացուցիչ երաշխիքներ տան կամ ցույց տան, որ ինչ որ այդ ամեն ինչ անում են, բայց առհասարակ ավելի լավ է նման ռիսկի մարդիկ իրենց չենթարկեն։ Մենք տեսանք, որ եվրոպական գործիչները այցելեցին Կիև 22 թվականին, այն բանից հետո, երբ ռուսական բանակը դուրս մղվեց Ուկրաինայից, այդ հյուսիսային հատվածներից եւ այլն եւ այլն։ Բայց այնտեղ էլ անվտանգության այսպես դա ռիսկ էր, անշուշտ ռիսկ էր այդ ղեկավարների համար, բայց շատ բարձր մակարդակ էր այդ անվտանգության, իրենք ինքնաթիռներով չէին գալի Կիև, գալիս էին գնացքով էին Կիևից հեռանում եւ այլն եւ մյուս, այսինքն դա շատ կոմպլեքս բարդ անվտանգության օպերացիա էր այդ Բորիս Ջոնսոնի եւ մյուս գործիչների Կիև գալը։ Հիմա Մոսկվայում այդքան պետություններ եւ այլն բոլոր կանգնած են հիմա այդ խնդիրների առջեւ, որ դա տեխնիկական կողմը նկատի ունեմ, այդ հարցը, դա ոնց պիտի լինի։ Ինչպես բացառել որևէ ռիսկ եւ մի կողմից բոլորը հասկանում են, որ խաղադրույքները շատ բարձր են, բայց մյուս կողմից էլ հիմա դա, այսպես ասած, լուրջ խնդիր է։ Ալիևն է մերժել Վլադիմիր Պուտինի մայիսի 9-ին Մոսկվայում լինելու հրավերը, ըստ ձեզ ինչու է նա որոշել չգնալ եւ ինչու է նա կարողանում նման որոշում կայացնել, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ։
Որովհետև Ալիևը ունի այդ հնարավորությունը, իսկ Փաշինյանը ոչ։ Ես համոզված եմ, որ եթե Փաշինյանը ունենար հնարավորություն մերժել իրեն ուղղված հրավերը, ինքը անշուշտ կմերժեր։ Իր կախվածությունը Ռուսաստանի Դաշնության ղեկավարներից ավելի բարձր է, քան Ալիևի։ Եվ ինքը ավելի մոտ է, ավելի սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ, այսինքն ինքը ավելի ստորադաս դրության մեջ է գտնվում։ Եթե գոնե մի փոքր շանս ունենար չգնալու, իմ կարծիքով ողջամիտ այս մթնոլորտում ես հələ կողք եմ դնում այն միջազգային հանրության արևմուտքի հայտարարությունները, որ բոլոր այն պետությունները, որոնք որ գնալու են այդ միջոցառմանը, դիտարկվելու է դա որպես ուղիղ աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը, լինելու են հետևանքներ։ Տեսնում ենք ինչ, այսպես ասած, չոր եւ Վրաստանի համար ծանր փաթեթ ընդունեց ԱՄՆ-ի կոնգրեսը, եթե չեմ սխալվում, Վրաստանի նկատմամբ։ Այդ ամեն ինչ լուրջ հետևանքներ ունի նաև քաղաքական, այսպես ասած, դաշտում, տնտեսական դաշտում եւ նման պայմաններում հակադրվել արևմուտքին, գնալ Ռուսաստանում ընդեղ լինել, կրել ռիսկեր անվտանգության, անձնական անվտանգության եւ այլն, իմ կարծիքով միայն շատ մեծ կախվածություն ունեցող գործիչները կարող են, կամ էլ նրանք, ով որ կարող են իրենց անվտանգությունն ընդեղ նման պայմաններում երաշխավորել, ինչ որ ձևով։ Պարոն Ղուկասյան, Ես Չինաստանի կուսակցության, կոմունիստական ղեկավարը գալու է, թե չէ, Ցինցինպինը։ Դեռ ոնց որ թե այդ հարցը հայտնի չի։ Պարոն Ղուկասյան, մեկ այլ ճակատում է այսպես ակտիվ ռազմական գործողություններ սկսվել, Հնդկաստանն ու Պակիստանն են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնում։ Սա տարածաշրջանի վրա որևէ ազդեցություն ունենալու է թե ոչ, հաշվի առնելով թե Հնդկաստանի, թե Պակիստանի համագործակցությունը տարածաշրջանի պետությունների Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նու մեծ տարբերություն չէ, որովհետև միջադեպը իմ կարծիքով ճիշտ են, ես ինքս այդ ռեգիոնի վերաբերյալ այսպես որպես փորձագետ չեմ կարող ներկայանալ, Հնդկաստան, Պակիստան կոնֆլիկտը ունի իր տևական պատմությունը, նման սրացումներ նախորդը եղել է 19 թվականին, եւ ասել, որ դա էապես կփոխի մեր տարածաշրջանում դրությունը, չէ, ես հույսով եմ եւ այն կարծիք եմ կիսում այն կարծիքը, որ պատերազմ չի լինի, դա հարվածների, այսպես ասած, փոխանակում է, դրանով կողմերը կամփոփվեն, կբավարարվեն, բայց մեզ համար այդտեղ էական փոփոխություններ չեն լինի։ Սա դասական Իրան-Հնդկաստան հարաբերությունների, այսպես ասած, ընթացքն է, մի քանի տարի մեկ տեղի են ունենում նման ծանր եւ ողբերգական իրադարձություններ, տեսնում են կապված այն ահաբեկչության հետ։ Պետությունը, որ հայտնվել է ահաբեկչության հարվածի տակ, բնականաբար պիտի նախաձեռնի ինչ-որ պատասխան քայլեր, եւ իմ կարծիքով դիվանագիտական հիմա ճնշումը եւ Պակիստանի եւ Հնդկաստանի վրա այնպեսին է, որ իրենք ընդլայնել կոնֆլիկտը ի վիճակի չեն։ Պարզապես Հնդկաստանը համարվում է Հայաստանի զենքի մատակարարներից մեկը եւ ընդ որում խոշոր ծավալի, համենայն դեպս հնդկական մամուլում կան հրապարակումներ։ Սա որևէ կերպ անդրադառնալու է այդ գործարքների վրա, թե ոչ։ Ոչ։ Չի անդրադառնալու, իմ կարծիքով։ Ինչ հիմնավորում ունեք։ Որովհետև այդ միջադեպերը այն խորությունը, այն չափը, այն ազդեցությունը չունեն։
Օրինակ 19 թվականին, ասում եմ, նման բախում եղել է, մինչև այդ մի քանի տարի առաջ էլի է եղել եւ այլն, էլի դա բարբերաբար տեղի ունեցող ցիկլիկ ինչ որ մի հատ դրություն է, երբ որ տերորիստական իսլամական կազմակերպությունները նախաձեռնում են Կաշմիրում աղաբեկչական գործողություն, Հնդկաստանը հարվածներ է հասցնում Կաշմիրի օկուպացված մասում, Պակիստանում գտնվող այդ աղաբեկիչների ճամբարներին։ Եթե տեղեկություններին հետևել եք, Պակիստանում 26 զոհված ըստ իրենց խաղաղ բնակիչներից 10-ը աղաբեկչական կազմակերպություններից մեկի բարեկամներն են, այսինքն ռմբակոծել են իր տունը, վնաս են պատճառել իր հարազատներին։ Նման վարկագիծ կիրառում է նաև Իսրայել։ Իսրայելը Համասի դեմ իր պատերազմում ակտիվորեն հարվածներ էր հասցնում Համասի հրամանատարների, ակտիվ գործիչների, հարազատների, թիրախավորելով իրենց հարազատներին, իրենց տները, իրենց ընտանիքները եւ այլն, եւ այդ բազմաթիվ խաղաղ բնակչության զոհերը, երեխաներ, կանայք, ծեր մարդիկ, դա հենց թիրախավորված են եղել Իսրայելի պետության կողմից։ Ինչի համար եւ դա անընդունելի գործողություն է, դատապարտվել է ինքը եվրոպական պետությունների կողմից, գիտեք, որ կա միջազգային քրեական դատարանի վարույթ եւ դուրս է գրված օրդեր Բենյամին Նետանյախուին, կարգադրություն դատարան ներկայանալու համար բացատրություններ տալու այդ ամենի մասին։ Բայց Իսրայելը ողջունեց Հնդկաստանի հարվածները Պակիստանին եւ սոլիդարություն, այսպես ասած, ցուցաբերեց։ Դա իմ կարծիքով հիմա մենք պիտի փաստենք, որ այո, այսպիսի պրակտիկայի է տարածվում։ Աղաբեկիչները անում են աղաբեկչական գործողություն, պետությունը խփում է իրենց տներին, իրենց ընտանիքներին, իրենց հարազատներին։ Որքանով է դա տեղավորվում այն սահմանափակումների մեջ, որի մեջ պիտի պետությունը գտնվի մարդու իրավունքների տեսակետից, մեծ հարց։ Իմ կարծիքով չի տեղավորվում։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ հանրային, այսպես ասած, ընկալում կա, տեսեք, ԱՄՆ-ում մարդիկ զզված էին եւ հոգնած էին էթնիկ բանդաների գործունեությունից եւ այլն եւ շատերը ողջունում են, որ այդ մարդկանց կամ մարդկանց ում որ համարում են, որ իրենք այդ բանդաներին են պատկանում, պարզապես դեպորտ արեցին, կալանավորեցին եւ ուղարկեցին Վենեսուելայի այդ բանտերից մեկը, ոչ թե Վենեսուելա, այլ կարծեմ թե Սալվադոր, հա։ Վենեսուելայի քաղաքացիներին, Վենեսուելայից եկած ԱՄՆ էմիգրանտներին, ում որ հասկացում են կամ մեղադրում են հանցագործություններ կատարելու կամ հանցավոր համագործակցության մասնակցելու կազմակերպության մասնակցելու մեջ, բոլորին ուղարկեցին Սալվադոր ամենադաժան բանտերից մեկը։ Այսինքն հանրության վերաբերմունքը սկսել է փոխվել, եթե նման բան լիներ տարիներ առաջ, երևի արձագանքը մեծ կլիներ եւ բացասական դաշատ կգնահատվեր, բայց հիմա ուրիշ ձև են մարդիկ դրան նայում։ Բոլորը եւ վախեցած են եւ սարսափած են վերջի տարիների աղաբեկչական ակտերից, նամանավանդ երբ որ աղաբեկչությունը տեղի է ունենում հանրային տարածքներում, երբ որ այսպես դաժանաբար սպանում են պատահական մարդկանց, հատուկ ընդգծված ինչ-որ դաժանությամբ, հանրային ընկալման մեջ այսպիսի պատասխան, դաժան պատասխանը, երբ որ աղաբեկիչների հարազատներին են սպանում, պետությունը թիրախավորում է եւ հարվածում է իրենց, չի դիտարկվում որպես անընդունելի արարք։
Դրանից օգտվում են իշխող ուժերը այսօրվա, փորձում են այդտեղ իմիջային ինչ որ բաներ ձեռք բերել, դիվիդենտներ։ Թրամփը դրա վրա կառուցում է իր ներքին քաղաքականությունը։ Հիմա տեսանք Հնդկաստանի ղեկավարությունը շարժվեց նույն, այսպես ասած, մոդելով։ Իսկ ինչին բերեց դա Իսրայելում, դա վակխանալի է, որի զոհ դառան 50,000 մարդ, որից մեծամասնությունը կամ կեսը առնվազն աղաբեկիչներ չեն, գրոհայիններ չեն Համասի, ստացվեց, որ այս երկար տարիների ընթացքում, երկար ամիսների, ավելի ճիշտ տարուց ավել պատերազմի ընթացքում Իսրայելը ավելի շատ վնաս պատճառեց հակառակորդի հարազատներին, բարեկամներին, քան հենց ռազմական կառույցներին Համասի։ Ռազմական կառույցները Համասի շարունակում են գոյություն ունենալ։ Շնորհակալություն, պարոն Ղուկասյան, հարցազրույցի համար։ Ուրեմն